Գյումրիում քարոզարշավի վերջին օրն է, իսկ նախօրեին ընդդիմադիրների շտաբներում ու տներում խուզարկություններն ու ձերբակալություններն էլ ավելի լարեցին իրավիճակը։ Ձերբակալվածների թվում էին նաև մեր քաղաքը դաշինքի թեկնածու ընդդիմադիր պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հայրն ու որդին։ Գրիգորյանը, որը երեկ մասնակցում էր քաղաքական ուժերի առաջին համարների բանավեճին, հարց տվեց իշխող ՔՊ-ի համայնքապետի թեկնածուին։ Լուրջ մտածում եք, որ տղայիս ու հորս կալանավորելու արդյունքում, ձերբակալելու արդյունքում դուք ձեզ զգալու եք որպես հբարտ գյումրեցի, արժանապատիվ գյումրեցի, ու դուք համարում եք, որ սա լավ պայքար էր, սա ճիշտ պայքար էր։ Ես որևէ առնչություն չունեմ, ես հստակ ձեր աչքերի մեջ նայելով ասում եմ։ Բանավեճից հետո Մարտուն Գրիգորյանը իր տեսակետը ներկայացրեց, թե ինչու իր քաղաքական թիմն ու հարազատները հայտնվեցին իշխանությունների թիրախում։ Իշխանությունները ընդդիմադիր թեկնածուներից մեկին ուրճացնում են, արհեստական տոկոսներ են տալիս այդ թեկնածուին, որպեսզի վաղը մյուս օր գյումրեցին չուզենալով այդ թեկնածուին քաղաքապետ տեսնել, չգնա Մարտուն Գրիգորյանի օգտին քվեարկի։ Կոնկրետ էլի պնդում եմ, Վարդան Ղուկասյանի միջոցով ուզում էին քաղաքը տանեին, edek ուզում իմանալ, չենք թույլ տալու։ Այսօր Կոմկուսի թեկնածու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պատասխանելով Մարտուն Գրիգորյանին իր հերթին նրան մեղադրեց մանևրելու մեջ, թե մինչև վերջ չի ասում, ում թեկնածուն է, հետո էլ առաջարկ արեց։ Ընդդիմադիր բոլոր այդ թեկնածուները, ովքեր իրենց ընդդիմադիր են դասում, ընդդիմադիր դաշտում են տեսնում, ես ասում եմ, եթե ինձանից շատ որևիցե մեկը ձայն հավաքեցիք, ես միանում եմ ձեզ առանց պաշտոն ուզելու, առանց փոխքաղաքապետի, առանց ինչ որ մի բաժնի պետի, առանց որևիցե մի բանի եւ իմ ավականները պաշտպանելու են ձեզ։ Եթե ես ձեզանից շատ ձայն ունեցա, որ այդքան մաքուր եք, հələ կտեսնեմ դուք ինձ կմիանաք թե ոչ։ Մարտուն Գրիգորյանը պնդում է, ոչ թե Վարդան Ղուկասյանին է մեղադրել, այլ իշխանություններին։ Կոնկրետ իր մասին չէ խոսքը, խոսքը իշխանությունների մասին է, որ իշխանությունները այդ սցենարը եպում են, ու այս օրերի ընթացքում իշխանությունը առավոտից իրիկուն մի բան է անում։ Հարցումներ է տեղադրում, հարցումների արդյունքում նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջի համարը իրենք իրենց առաջին եւ երկրորդ տեղ են նշանակել։ Առաջինը ես եմ, երկրորդը Վարդան Ղուկասյանը։ Ինչ վերաբերում է Ղուկասյանի միավորվելու առաջարկին, ապա Գրիգորյանը հստակ պատասխան չտվեց, ասաց ընդդիմադիրներով միավորվելու ձևը կգտնեն։ Նախկին քաղաքապետ Ղուկասյանը վերջին շրջանում իր համակրանքն է հայտնում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, քննադատում երրորդին Սերժ Սարգսյանին, որի առաջադրած պատիվ ունեմ դաշինքի անդամ է Մարտուն Գրիգորյանը։ Ում ինչ ընդդիմադիրները հստակություն չունեն ընտրություններից հետո միավորվել չմիավորվելու հարցում, իշխող ուժից վստահեցնում են, թե Վարդան Ղուկասյանի հետ կոալիցիա չեն կազմում։ Խորհրդարանում հարցին անդրադարձավ ԿՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։ Ոչ միանշանակ, մենք ձեր նշած անձնավորության մասին մեր գնահատականները կարծում եմ շատ մանրամասն ձևակերպել ենք, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պատրաստվում է հաղթել Գյումրու առաջիկա արտահերթ